Լրագրողների միջազգային մրցաշարը Հայաստանն ընդունեց առաջին անգամ։ Ընկերական մրցաշարին մասնակցելու համար Երևան էին ժամանել լրագրողական թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից, Բելարուսից, Ռուսաստանից։ Հայաստանը ներկայացված էր 2 թիմով՝ լրագրողների հավաքականն ու Գյումրիի լրագրողների թիմը։ Մենք բավականին բարձր մակարդակի ֆուտբոլ է ընթանում, բոլորը պատրաստված թիմեր են, ոչ մի պատահական մարդ ոչ ոք չի բերել։ Համեղ խոհանոց, ջերմ ընդունելություն, լավ մթնոլորտ։ Լեհ լրագրողի տպավորությունները Հայաստանից միայն լավն են, բայց չի մոռանում, թե ինչու են եկել Երևան։ Հույս ունեմ կհայտնվենք լավագույն եռյակում, մեզ համար դա հաջողություն կլինի։ 15 րոպե տևած խաղերից հետո ֆուտբոլիստները շունչ քաշելու եւ մյուս խաղին պատրաստվելու համար 10 րոպե ունեն։ Ֆուտբոլ խաղալը հաճելի է, միայն թե ամբողջ էներգիան եղանակն է խլում։ Գլխավորը լրագրողական եւ ընկերական կապերի ամրապնդումն է սպորտի միջոցով։ Այս կարգախոսով են Գերմանիայից եկած հյուրերը շարժվում։ Հաղթանակը կարևոր է, բայց ոչ գլխավորը։ Տեսնում եք, բոլորը մեր ընկերներն են։ Այս ծանոթությունը գալիս է անցած տարվա մրցաշարից։ Մեզ համար հաճելի է այս ամենը, մենք վայելում ենք։ Մի քանի ժամ տևած լարված խաղերից հետո հայտնի է հաղթողը։ 7 խաղում վաստակած 18 միավորով այս տարվա չեմպիոնը Վրաստանի թիմն է։ Սա միայն ֆուտբոլ չէ, կարևորը ինչ այստեղ տեսնում եք, դա բարեկամություն է։ Վրացիները տարան 6 հաղթանակ, միակ պարտությունը կրեցին լրագրողների Հայաստանի հավաքականից։ Մեր թիմը գրավեց 3-րդ տեղը։ Գործնական կապերի հաստատում, սպորտային ժամանց, ընկերություն, ահա ամենը, ինչը տարան 8 թիմերը լրագրողների միջազգային մրցաշարից։ Գրիգոր Ավետիսյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։